Քերին սիրում ես։ Նայել ես իրա կինոն։ Դու էլ ես լացել։ Մոնայի ծննդյանորն է այսօր։ Մոնան 13 տարեկան է եւ տատիկ պապիկի կողմից ունի շատ գեղեցիկ անակնկալ։ Ճիշտ է որ ասում են իսկական խփելակ ես որ դերի մեջ մտնես։ Սիրուն գեղեցիկ ծափեր։ Չենք ափսոսում ծափերը։ Հետաքրքիր է լինելու։ Մենք տանում ենք մի նվեր, որը երկար տարիներ կմնա Մոնայի հուշանվերների մեջ։ Գիտես քեզ ինչքան եմ նայել լացել, ինչքան մարդիկ են նայել լացել։ Մարինե տատիկը եւ Արմեն պապիկը որոշել են իրենց ներկան ստանան իրենց շատ սիրելի թորնուհու ծննդյան օրը։ Ով չի լացել Գիգորը նայելուց։ Գիգորի դերակատարն է, ով ինձ շատ է լացացրել։ Խոսք ես տալի։ Դե խոսքիդ տեր կլնես։ Բարեկամներ, ինչպես նկատեցիք, Մահասիսը շատ գեղեցիկ զարդարված էր, հատիս լեռն էր ձախից երևում, այստեղ վերանորոգման աշխատանքներ է գնում, արդեն ամսից ավել 2 ամիս, հակել են, սարքում են ու հետո անցնեն ես մի կողմը սարքեն։ Մոնայի ծննդյանորն է այսօր։ Մոնան 13 տարեկան է եւ տատիկ պապիկի կողմից ունի շատ գեղեցիկ անակնկալ եւ նվեր, որը պետք է բացվի 20 տարեկանին, այսինքն կոնյակ ենք տանելու, որ Մոնան մեծանա, դառնա 20-ամյակը նշի, 20 տարեկան դառնա ու տատիկ պապիկի հետ բացել ու անուշանեն, ինչ հետաքրքիր է լինելու։ Մենք տանում ենք մի նվեր, որը երկար տարիներ կմնա Մոնայի հուշանվերների մեջ եւ երբ որ նա կդառնա արդեն 20 տարեկան, այդ հուշանվերը անուշ կանեն ընտանիքով։ Գնացինք։ Արդեն մոտենում ենք գեղեցիկ վայրին, որտեղ անցկացվում է ծննդյան առիթը։ Սիրունը աստեղ, առաջ անգամ եմ գալի։ Այն կողմն է սիրունը, Վարդան, ինչ ես նկարում, դե ինչ-որ սիրուն բաներ կա, բայց գեղեցիկ Երևանն է կադրերում, Երևանի չերևացող տեղերը, որ պետք է գաս նոր Երևան, էլի։ Հասանք մեր առիթի վայրը։ Բարեկամներ, հիմա գնում ենք Գետափնյա Երևան պանդոկ, որպեսզի անակնկալ անենք Մոնային։ Մոնայի տորտիկը սիրունը, առիթն էլ է սիրուն։ Մարինե տատիկը եւ Արմեն պապիկը որոշել են իրենց ներկան ստանան իրենց շատ սիրելի թորնուհու ծննդյան օրը։ Իսկ Աբոքերին, Ալբերքերին, Աբուն Ալբերքենի թե Աբով։ Ուր է մեր Ալբերքերին։ Ուր են նա։ Բարեկամ դուս տեսել եմ, չէ՞։ Որ քեզ տնանք նոր հետ հանքել, մենք շնորհքով անշ աղբերներ ենք։ Всё, իմացա աղբեր։ Լրիվ իմացա, բարի օր ձեզ։ Մոռացել են, ինձ ասել էին, որ Գիգորի դերակատարի հետ ենք մենք հանդիպելու, հարգանքներս։ Ես քեզ էի զանգել, հա։ Ես պետք է գայի քո ծննդին չեկա, իմացար։ Են վաղտ եմ, որ քո ծնունդն է, լավ ես, այս թազա կինոյի մեջ ես նկարում, ես ինչ է։ Նկարվել ենք, ես ամյատ Արդեն նկարվել եք։ 55-ամյակից հաստատ կգա։ Լսի, բայց էլի թաղծոտ է, էլի դերը, թե արդեն դե ուժը։ Չէ, ուրիշ դեր։ Էլի թաղծոտ, հա։ Դե հիմա պետք է ուրախանաս, ուրախ առիթ ենք եկել, մեծ աղբեր։ Մի հատ կոնյակ կա բերեմ, չէ՞ ասես ավտոում։ Կոնյակ ես բան եմ բերել։ Հա, բերեմ։ Ձեր կոնյակի էսի հետո չգիտեմ ինչ առիթ է։ Էսի պահում ես մոտը որ կպցնես։ Կոնյակը կա, կբերես մենք կպցնենք։ Բերել լավ։ Բա մեր բալիկը ուր է, ընդ է, հա։ Ծաղիկը դու ես տալու։ Քերին դու ես։ Հա։ Բայց Ալբերտ Վոլինյան մենք բան ենք ունեցել, աֆիցեր։ Ես շատ ուրախ եմ քեզ հետ ծանոթանալու համար։ Ես էլ եմ ուրախ, հպարտություն եմ զգում։ Անընդհատ տեսնում եմ ասում։ Այ ես գիտես քեզ ինչքան եմ նայել լացել, ինչքան մարդիկ են նայել լացել քո դերը։ Մենակ ես չեմ լացել։ Հա, բայց այդ ճիշտ է որ ասում են իսկական խփելակ ես որ դերի մեջ մտնես։ Մի գնդակով։ Հա ուզում էր լացածներ չէի, լացում 15 տարեկան երեխա է, ասավ ինչ ես ուզում, ասի գնդակ եմ ուզում, գնդակը տվու։ Լավն է նա, որ մի քանի անգամ չփորձեցին, առաջ փորձեցին։ Հա, բայց դու ինձ լացացրել ես, դու միակ մարդն ես այս աշխարհում, որ ինձ մեկ էլ Տիտանիկն է լացացրել ինձ։ Տիտանիկն ու դու, հա։ Բայց որ գազլորի անպայման հանդիպ։ Ես կհանդիպեմ, հեսա, բայց մեծանուն անձնավորության համար եմ իմ մոտ գրանցել, այն էլ գրանցեմ, որ բան էլի, էլի։
Վարդան, հենց հիմա Ղուլինյան Ալբերտի, դու ես բաված, բայց հեսա կգերանցենք ոչինչ։ Հեսա կոնյակը բերի Ստեփան ջան։ Հա, թող հələ էդի հետոյի կոնյակն է, չէ, էդի պետքա տանեն հարսանիքի համար ինչ-որ։ Այս մերոնք են տժում գալոսը գասոլինայի տակ, հա։ Հələ հանտենանք մեր ուզածնա։ Հա, Վարդան, սիրուն կլինի։ Մոնան այսինքն դառնում է քո քրոջ աղջիկը։ Քրոջ Թորնիկը, այսինքն Մարինեն քո քույրիկն է։ Մարինեն քույրիկս։ Հա։ Ես պետք է գայի քո ծնունդին, չէ՞ կա։ Պապայի անունը Մենուա։ Մենուա։ Հզոր անում։ Ես այս վերջի տաղայս անունը ուզում եի դնել Մենուա, բայց վերջում դրին նոյ։ Ծաղիկները Տալիս եմ որ դու տաս։ ես պետք է տամ։ Հա։ Հիմա վերցնում եմ։ Հա, կարաս։ Բարիոց ես։ Ո՞նց եք։ Էս դուր եք գնում։ Սպասեք։ Գնացեք որ գանք, թե չէ չեն գա։ Հա, սպասում եմ։ Էս ուտելու խնձոր, տեակ, եք ես ինչ խնձոր են։ Ասեք բոլորը։ Ախպեր վերցել ես, չէ՞ գմփիկ։ Հա։ Ծաղիկները եսը։ DJ-նով է։ Ես հենց նոր եմ եկել մի ժամ առաջ Վանաձորից։ Դու Վանաձորից ես եկել։ Հա, ես Եղեգնաձորից եմ եկել։ Դե ձորեր է, էլի։ Էս յաննելա ձոր, այն յաննել, մենք ձորի մարդիկ են։ Հա, կտրվել, ձեներ։ Գնանք Մոնային ուրախացնենք, բայց Մոնան ինչ ճանաչում, հա, թե չէ։ Ծաղիկը կանի, ծաղիկը մի անգամից չես տալ, էլի։ Այս մերոնք ես թե մտնում ենք զալնոր են մերոնք։ Դե հա, էդի ես հեսա թո երազանք պայի մոմերը փչի։ Բարև ձեզ։ Այս մի հատ սեղանա ծերից ծեր։ Ու մերոնք են սա։ Կողից մարդիկ չկան, չէ՞, ուրիշ մարդիկ չկան։ Մենք ենք որ կան։ Ճանաչին չէ իրա։ Չէ։ Չի ճանաչը, պրոստորտով մարդա տեսե ուրախանում է, ուրախ առիթ է, դե գնացինք, լավ։ Բարև ձեզ հարգելի հավաքված իմ բարեկամներ, ծափեր տանք, հա, սիրուն, գեղեցիկ ծափեր։ Եվ ես որ գալիս եմ ստեղ, գալիս է նաև Մոնան։ Մոնա, արի ծափեր տվեք թող գա, էլի, թե չէ նես չի գա։ Մոնա, սիրուն բալիկ, արի դու ունես։ Սիրա ռատ կես, շատ սիրող մարդկանց կողմից, որ պետք է գային քո կողքին լինեն, բայց չեն եկել։ Գիտես ինչի։ Հանգամանքների բերումով։ Բայց սերը չի պակաս, մի բան է շատացել է, այնպես որ մի հատ լավ երազանք պահիր ես քաղցրությունը հատուկ քո համար է։ Միշտ դες քաղցր պահեր ունենաս։ Անուշ բալեն հայրիկին մի նոր կյանք կտա բալես աշխարհի Ապրեք քեփչի բարեկամներ, էդ ինչ գասոլինա եք լսում։ Դուրս եկավ։ Ուզում եմ ելնեի պարե, բայց չեմ ելել։ Որտեւ անակնկալը կփչանար, էլի։ Սես թող լինի, Մոնա ջան, այս քաղցրությունը վերցրու, բայց դու կասկածներ ունես ում կողմից կլինի։ Մի քիչ, այսքան։ Մամայից, պապայից։ Շատ լավ կլիներ։ Իրանք են շատ են սիրում, բայց մի քիչ էլ վերև բարձրացի, հələ։ Վերևի ով հուշեց։ Ինչու հուշեցիք, թող մի քիչ տանջվեր։ Արմեն պապիկը, Մարինե տատիկը, քեզ շատ սիրում են։ Ուզում են որ դու երջանիկ լինես, ուրախ եւ ծաղիկ տանք, հա։ Ու ուզում են որ իրենց ծաղիկը քերին քեզ նվիրի։ Քերին սիրում ես։ Նայել ես իր կինոն։ Դու ես լացել։ Ասա խոսա թողի բանը բացի Եզուլս դեմ մաղթերիս լվացի Ասա խոսա թողի Ով չի լացել գիքորը նայելուց։ Մաղթերիս լվացի Everybody put your hands in the air, yeah. Քերին քեզ բերելա ծաղիկներ, տատիկ պապիկի ծաղիկներ, ես դուր տանեմ ես քաղցրեցին, ծաղիկները դե վերցրու։ Եվ հիմա քեզ մի հատ էլ նվեր կտանք։ Բացիր այս նվեր, ինքը խորհրդանշական նվեր է։ Այս նվերը քո հետ կգա մինչև 20 տարեկան։ 20 տարեկան հես որ դառնաս բաց շիշը նայ ինչ հետաքրքիր հատուկ քեզ համար աշխարհում մի հատ ասերանից։ Դա էլ քո մոտ է։ Ու պահելու ես Այս աշխարհի կարգը Եվ հենց որ դառնաս 20 տարեկան, այս տատիկ պապիկը կգան կայնեն կողերդ, այս բացեք կխմեք։ Երեքով, ոչ մեկին չտակել։ Լավ, քերին էլ մի քիչ կտա, քերին լավն է։ Ծափեր տվեք, քերին լավն է։ Ապրեք։ Մոռացել էի որ պետք է քերին տենամ, հելավ դեմս ասի վայ,
Հիշա, նոր հիշա, մոռացել էի, որ ում եմ գալի հանդիպեմ։ Հե, ուրախ ես, հա։ Տատիկ պապիկին ինչ ունես ասելու։ Կարաս պահես, թե կխմես շուտ։ Դու պետք է մինչև 20 տարեկան պահես, հա։ Կարաս, խոսք ես տալի։ Դե խոսքիդ տեր կլնես։ Ծափեր տվեք, որ խոսքիդ տեր լինի։ Դες բարձր տրամադրություն են, որ ասում էի գասոլինա, պարել բան, չէ, դե խափում էի։ Ոչ հավատացիք։ Ախպեր, չէ, դուք հեփ արեք։ Ախպեր, ախր ես չեմ կարող։ Ձեզ լավոր, բոլորիս։ Իմ կիրովականցի բարեկամներն էին, բարեկամներ։ Հիմա մենք այստեղից կգնանք Եղեգնաձորցի բարեկամների մոտ, որովհետև ասում են այն ժամանակ, Ջան, հա գնում եմ, լսի, բան անենք էլի, ես Յանի, լավ, մենք գնում ենք էլի Վարդան, հիշի որտեղից ես անջտե որ գնանք ընդեից։ Բոլորին լավ ուրախություն ետեց։ Մեծամորձե ախպեր, ստրեցիմսյա, բրատ։ Я постоянно ձեր մոտ։ Ապի մեջ ենք, ես էլ շատ ուրախ եմ իմ համար պատիվ ու հպարտություն է քեզ իրական տեսնելը, որովհետև ես որ բանը շատ Էսի ում Կարմիր խնձորն է այլ է։ Սա Դեմիրճյան խնձորը։ Դեմիրճյան խնձորն է, բայց ինչ որ Կարմիր խնձորի արարողություն է եղել, հա։ Կարեն սերով փրկի։ Վարդան, ստե կամերա կլի կտենան տուգան են, հա։ Ուրա կոնյակը, ստե թողին, չէ։ Մեր կոնյակը ձեր մոտ է։ Մեծ ախպեր Ալբերտին, ով Գիքորի դերակատարն է, ով ինձ շատ է լացացրել։ Այսքան փոքր երեխա է ասում էի ոնց արա Գիքորը, բայց հիմա ես յան գերկել եմ։ Ու բոլորը իմացեք, մենք գնացինք։ Ընդմիշտ։ Հա, բարեկամներ, հիմա գնանք գործ ունենք, կարևորագույն գործերից մեկը, որ պետք է կատարվի։ Բարով ես ամուսնանում, բա հարցիկը գնաս դու ես գնում, մենակ պետք չես մեզ հարցիկ է։ Չեմ ամուսնանում։ Սա տեսեք, Վարդանը կողս չի, Վարդան չկա Վարդանը, մնացել է մենակ, որը մաղթում է սեր ու երջանկություն, շատ սիրեք իրար, դիմանեք կյանքի բոլոր դժվարություններին։ Հարայծերն եմ Բեզուարյան։ Մանակային պայմանները փոխվեցին, ուզեցել է նրանց աճումները գողանա, տանի Պարսկաստան, որպեսզի այնտեղ նրանց հոգով սնվեն ու հորիզոնում սկսեց նշմարվել մեր գեղեցիկ քաղաք Գյումրին։ Գացեք մեզ հետ, եթե ուզում եք տեսնել վերածննդի խորհրդանիշ քաղաք Գյումրին իր գեղեցիկ մարդկանցով բնակեցված։ Գնում ենք առաջ։ Ստեղ մշակույթը վաղ ու սպանյատ է, ստեղ սերը կար, որ շատ կուզենար այստեղ ներկա գտնվել, բայց չի կարողացել գալ։ Բարեկամներ, այսօր օրը սկսեց այս գեղեցիկ աշտանային տեսարանից, որտեղ հիմա ես մենակ ես իմ համար գնում եմ։ Հիմա կհարցնեք ուր է Վարդանը։ Վարդանը դեռ հավաքի հարցերով է ու այստեղ չի, հեսա տեսեք, Վարդանը կողս չի, Վարդան չկա Վարդանը, մնացել է մենակ, բայց ժամանակավոր, որովհետև Հովանես ախպոր հետևից, Հովանեսը այսօր տեսանյութ չի սարքել, այսօր նկարելու է, միասին գնում ենք, սա գնացնեմ ես սիրուն աշտանային եղանակների միջով անցնելով կգնամ ու կվերցնեմ Հովանեսին, Արենի գյուղից և կուղևորվենք ուղիղ Գյումրի, հարգելի գյումրեցիներ, հարգանքներս, գալիս ենք ձեզ մոտ գեղեցիկ Վայոց ձորը թողելով, թողնելու ենք Վայոց ձորը այսօր Վայոց ձորը մնում է, իսկ Գյումրին սկսի, օրը երկար է լինելու և գեղեցիկ, այնպես որ մնացեք մեզ հետ շատ հետաքրքիր է ամեն ինչ լինելու, իսկ ես հիմա փորձեմ բազանս կատարել, հա, հələ տենամ փորձեմ, թե չփորձեմ, ամեն դեպքում ճիշտը փորձելն, հա, երբ որ անցնի Նիվան անցավ, մենք սկսեցինք մեր բազանցի պրոցեսը, գեղեցիկ աշնանային եղանակ է, հանդարտություն ու հանգստություն կա այս եղանակի մեջ, իսկ մենք այս եղանակի միջով գեղեցիկ անցնում ենք,
իրականում տարբերություն չկա, երբ որ ունես հոգևոր հանգստություն, մեքենայի ղեկին նստածել ես հանգիստ վայելում բնությունը։ Իսկ եթե չունես հանգստություն, աշխարհի ամենագեղեցիկ վայրում էլ լինես, հանգիստ չես լինի։ Այնպես որ բոլորիս հոգևոր հանգստությունը մարդուն։ Գնանք Հովհաննեսի հետևից։ Ահա սկսում է Նորաբանկի կիրճը, որը շատ գեղեցիկ է եւ հմայիչ։ Տեսեք, հրաշք է ուղղակի։ Այս ճանապարհահատվածը շատ մարդկանց է գերավել ու դեռ կշարունակի գերավել, որովհետեւ աշխատում եւ ստեղծագործում է հայ ազգը։ Այստեղ գնալով բուսականությունը կշատանա եւ ավելի կճոխանա ամեն ինչը։ Վայելենք գեղեցկությունը, մինչև կհասնենք Հովհաննեսին, արդեն Հովհաննեսը կնկարի գեղեցկության մեջ նաև ինձ, ես էլ կսկսեմ Երևան կադրում։ Միթե հանգստություն չի այս ճանապարհը, իրենից հանգստություն է ներկայացնում։ Վայելում ես ու գնում, հանգստանալով ու քեզ հարուստ զգալով։ Հարուստ մենակ ֆինանսապես չեն լինում են նաև երկրով եւ իր ապրած միջավայրով։ Հարստությունը մարդուն բոլորիդ։ Լավ մնացեք, մինչև սկսենք էլի մեր անակնկալային process-ները։ Կիրճերը վերջացան եւ հորիզոնում սկսեց նշմարվել արդեն Արենի գյուղը։ Քանի որ մեքենաները ինչ-որ էներգիա է պետք որ շարժվեն, մենք հասանք այդ էներգիայի աղբյուրներից մեկը, որը շատ լավն է Վայոց ձորում, անցնելուց օգտվեք այս գազաբենզա լցակայանից, որովհետև հրաշք լավ գործ են անում, արդար ու գեղեցիկ։ Հիմա ես կօգտվեմ այսօր գազիկինը 150 դրամ։ Տեսեք, մեր համար մեքենա ենք լիսկավորում, մեկ էլ տեսնենք այցիկները եկել են ու արոտ են անում, հենա։ Տեսեք, քարայծերն են Բեզուարյան, կարմիր գրքում գրանցված։ Այս գազալցակայանի տեսարժան վայրերն են, մարդիկ հատուկ դիտարաններ են սարքում, բայց մենք սենց եկել ենք գազ լցելու, բենզին լցելու, այսպես կանգնած տեսնում ենք այցիկներին։ Իրենց համար արոտ են անում քարի վրա, բայց չգիտեմ այդ չոր քարի վրա ինչ են մտնում։ Սրա համար էլ դրանց միսը համով է, բայց քանի որ արգելված է որսի համար, այտենց էլ չեք իմանալու համը։ Են մեր պապերը կիմանան են, որ խփին սաղկերան, համարյա ոչնչացման եզրիներ։ Խաչիկ, հաջողություն, մոռացա Խաչիկ Արեքսին է այստեղ, հա նրա հրեղեն մեքենան, որը նվեր է ստացել, այտենց հարգված անուշ աղբեր է մեր Խաչիկ Արենցին, գնաց։ Որ գա Գեղեգնաձոր, այսպես պատահաբար մեր անուշ աղբերներին կտնա Խաչիկ Արենցին շատ լավ է վարում մեքենան, օրենքին համահունչ։ Հա, այսքանը։ Բարեկամներ, ահա մեր Հովհաննես եղբայրը եկավ եւ հիմա միասին մենք գնում ենք Գյումրի, ասել ենք Արմաշ գյուղն է կադրերում, գեղեցիկ Արմաշը, իր գեղեցիկ բարեկամներով, իմ ընկերներով, մեծ ընկերներով, փոքր ընկերներով։ Այստեղից մենք գնում ենք դեպի Գյումրի, ժամը 3:10, պետք է գնանք Երևան, Երևանով էլ Գյումրի հետո հետ գանք Էջմիածին, Էջմիածնից էլ քաղաք Երևան։ Այո, օրը երկար է բարեկամներ։ Օրը մեր առջևում է եւ մենք պատրաստ ենք ուրախացնել մարդկանց։ Գնացինք առաջ։ Ահա, եղանակային պայմանները փոխվեցին, այսպես է լինում, երբ որ որոշում ես ամբողջ Հայաստանով անցնես, ահիտակ այսպես է լինում։ Մի անգամից նկատվում է աերոդինամիկան մեքենայի, տեսեք ինչպես են ջրի կաթիլները վերև բարձրանում։ Այստեղ էլ է դա, այո, ոնց է, ինչ սիրուն է, գեղեցկություն ճանապարհին հենց մի անգամից։ Հա, հենց մի հատ անձով եկավ ապրում, կերպով Հետ այ, այտենց այ։ Ես նրան հուրբան ուղուլեմ Դա ասա ինչ կել է չգայի, սրեք սաթիլ է։ Հենկապ կտրվավ, երակ էինք բռնել բարեկամներ, անձրևային երակ և քամին է փոթորկում աշնանային գեղեցիկ եղանակ։ Սիրուն է էլի աշուն, սիրուն է, այ տերևները ճանապարհի կենտրոնի, սիրուն է։ Մեր հայոց աշխարհը գեղեցիկ է, իսկ Արարատյան դաշտավայրում մոլ է գնում է քամին, փոկում է դեղնած տերևները եւ ասում գնացեք ձմեռն է առջեւ։ Վիշապ է նկատել երկնքում Հովհաննեսը։
Այո, Հովհաննեսը դեռ մանկուց նկատում էր ամպերի մեջ տարբեր նկարներ։ Այսօր էլ բացառություն չեղավ բարդիները նկարի սիրունը։ Իրան շորարա սովտակար Ծածանվում են քամուց։ Օրորվում են ու շորորվում։ պատչովերա սովտակար տուն չունիմ վանաղներդ պատչովերա Շերամնեմ շալեն գոքամ իրված սրտերուն հով կուտամ Շերամնեմ շալեն գոքամ իրված սրտերուն հով կուտամ Ալվարդին ալվանավարդին իմ շողերը սիրով կուտամ Մեր բարեկամը իր մանևրը անի, մանևրեց, հիմա մեր մանևրելու հերթն է։ Գնացինք բարեկամներ, գնանք հասնենք այն տեղին, որտեղից որ պետք է վերցնենք նվերները։ Մոլագար քամին է մտել մայրաքաղաք, մոլ է գնում աջ։ Շորորա ջիրա Վնաս տալ այս հիմարը, այն էլ տեղակ չի, մայր հողն է ամեն ինչը որոշում, քանի այն անշարժ է և հանգստության մեջ քամին ոչինչ է, ուղղակի կարաս ես մտնի բաներ անել, էթա գազ, ճիշտ է որ ինքը կենդանի է, գոյություն ունի, բայց թույլ է էլի։ Ամեն դեպքում իր այդ չարաճճիությունը շատ գեղեցիկ է երևում, դրա համար Հովհաննեսը վերցրեց ու սկսեց նկարել։ Ինչ սիրուն է քաղաքը մեր, մաքուր ու կոկիկ, իսկ այդ չարաբաստիկ քամին մտել ու ուզում է սա աչուձախ անի, հաբար չի որ արագ կմաքրեն։ Հեքիաթ է Երևանի երկնքում, աչից գնում է շինարարություններ, բազմաբնակարան շենքերի, որ հայ մարդը գա գնի ու ապրի այստեղ, գեղեցիկ է, ծաղկում է Երևանը, լիշ սիրուն շենքեր են, մեկը մյուսից սիրուն տարբերվող, մի նոր քաղաքի է վերածվում Երևանը, գեղեցիկ ու հզոր կերպարանքով։ Այսօր արդեն բնակ շենքեր, հայոց սուրբ օջախների հավաքատեղի, այստեղ շատ ու շատ հայորդիներ կապրեն, այս որ կանցնի մի 20 տարի նոր սերունդներ ծնված կլինեն, մեծացած կասեն, արա ձածը գիտեր ինչ էր ասում էլի, հələ տեսեք ինչ է, հələ տեսեք ինչ սիրուն է, այն ժամանակ նայի հիմա նրի, այսպես է, պետք է ուշադիր լինես շրջակայքիդ, որ փոփոխությունները նկատես ու լավ զգաս քեզ։ Ասել մեր հնդիկ բարեկամներն են, բերերիվ էին անում այս ճամփի կենտրոնը։ Դե իրանց վեճին չի, իրանք այդպես սովոր են։ Հնդկաստանում կյանքը շատ բարդ է։ Բազմաշերտ եւ ծայրահեղ աղքատությունից ծայրահեղ հարստություն կարող ես գտնել Հնդկաստանում։ Այնպես որ Հնդկաստան ասելիս մի պատկերացրեք մոպեդ քշող անուշ աղբեր, պատկերացրեք նաեւ միլիարդատերեր, որոնք աշխարհի մասշտաբով հարցեր են լուծում, իսկ ձախից երևի թե Կովկասի ամենահզոր ատրակցիոնների պարկն է, Երևան պարկը, հզոր տեղ, ապրի ստեղծողը, որ մեր քաղաքին, մեր երկրին նման հնարավորություն է տվել, մնում է աշխատասեր լինեք, փող աշխատեք, գաք ծախսեք, որ ձեր գործերն էլ լավը լի, ձեր բալիկներն էլ նստեն ատրակցիոն ու ֆրֆռան, իրաց լավը զգան։ Ես էլ իմ բալիկներին չեմ բերել, այդքան չեմ աշխատել, բայց հեսա շուտով կբերեմ։ Պետք է աշխատել, որ չհոգնես, հոգնես, չհոգնես, էլի։ Ծածանվում է եռագույնը։ Ինչքան բարդ է եռագույնի ծածանվելը։ Մինչ պատերազմը ինձ համար դա ինչ-որ շատ լուրջ ազդակ չէր, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան դժվար է եռագույն ունենալն ու պահելը։ Դիտակցումը նրան, որ բարդ է, արդեն պարտավորեցնող է դառնում։ Ապրենք այնպես, որ մեր եռագույնը միշտ ծածանվի, մենք էլ
նայենք ասենք մենք հայ ենք, մեր հայրենիքում ենք, մեր Հայաստանում ենք։ Ահա հասանք Կիևյան կամրջի կոկորտի մոտ, աչից Կարեն Դեմիրճյանի անվան մարզան համերգային համալիրն է, որը իր ժամանակին բավականաչափ դժվարություններով ստեղծվեց, բայց Կարեն Դեմիրճյանը այն հայորդին է, ում անունը ոսկե տառերով ընդմիշտ գրվեց հայոց պատմության մեջ, Հայաստան աշխարհի պատմության մեջ։ Նա մեծատառով հայ է, եթե ունենանք եւս մեկ Կարեն Դեմիրճյան, հայ ազգը կհզորանա մեր ուրիշ ձևի, կգնա առաջ ու կբարգավաճի։ Նրա ստեղծածը մինչ օրս հոգի է ջերմացնում, նայում ես ու զգում ես ինչքան հզոր է եղել նա։ Նրա ստեղծածը անցնում է դարերի միջով ու մնում նույն հմայիչ եւ գրավիչությունը։ Իսկ հիմա օրենքին համապատասխան մենք ձախ կանենք, կմտնենք Հալաբեյան փողոց, աչից Ումոյի կենտրոնական շենքն է, որը մեր ծերուններին կրթում է, հետ էլ հողոնդ վասի, ինչ է կրթում ապեր, տարատեսակ ուսուցանում է տարատեսակ մասնագիտություններ, այսինքն երեխաները վաղ մանկուց արդեն կարող են լուրջ մասնագիտություններ սովորել, Հովհաննեսը նույնպես Թեմուի աջակից ու աշակերտ է, 2 տարի արդեն, դրա համար էլ այդքան խելացի է, էլի, խելքը շատ է, Հովհաննեսը, դա շատ խելացի երիտասարդ է, բան իմաց, գրաճանաչ եւ ժամանակակից, ամեն ինչից գլուխ է անում, ապրես Հովհաննես, ապրենք քո նման անուշ աղբերները, որովհետեւ դուք մեր ապագան եք, դուք պետք է ուժեղ ելնեք, որ երկիրը ուժեղ մնա ու ծածանվի եռագույնը։ Այսքանը բարեկամներ եռագույնի մասին։ Բարեկամներ, նորաբաց ճանապարհն է Գյումրի տանող, իսկ ձախից վեհաշուկ տեսարանը հայոց։ Արևմտյան Հայաստանն է ընդգծվում հորիզոնում, Մասիսն ու Սիսը ամպերի մեջ դեռ պարզ չի նրանց գործողությունները եւ մեր ճանապարհն է կարևորը, բաց ու պարզ, որ գնում ենք Գյումրի հարսանեկան արարողության ներկա գտնվելու։ Երբանդ մեծ աղբոր կողմից գնում ենք իր անկերոջ ամուսնանալուն զուգահեռ շնորհավորանքներ անենք։ Ադրելում աղցք գյուղն է, որտեղ գտնվում են մեր արշակունիների հզոր թագավորների աճյունները, դամբարանը, որը անցած մեր հաղորդումներին գնացինք ու ցույց տվեցինք ձեզ։ Եթե չեք տեսել արշակունիների դամբարանը, ապա խորհուրդ եւ հորդոր մտեք տեսեք, որովհետեւ այնտեղ ամփոփված են մեր հզոր, գերհզոր արքաները, ում կառավարման շնորհիվ Հայաստանը ծաղկեց, ընդունվեց քրիստոնեություն։ Մի խոսքով Հայաստան աշխարհ այդ ժամանակ շատ լավ էր իրեն զգում։ Այնքան զորեղ թագավորներ են եղել, որ Պարսից շահը ուզեցել է նրանց աճյունները գողանա, տանի Պարսկաստան, որպեսզի այնտեղ նրանց ոգով սնվեն ու հզորանան։ Այդքան հզոր են եղել, պատկերացնում եք, որ թշնամին ուզեցել է նրանց աճյունները տանի իր երկիր ու դրանով պարծենա։ Այնինչ առհատ է տարել են։ Վասակ Մամիկոնյանը ջարդները տվելու հետ է վերցրել մեր թագավորների սրբազան աճյունները, որոնք հիմա ամփոփված են Աղցք գյուղում, եւ այդ դամբարանի անունն էլ Արշակունիների դամբարան է։ Չես կարող կշտանալ եւ բավարարվել Հայաստան աշխարհի գեղեցկությունից։ Անընդհատ նայում ես ու զգում ես, որ եթե չնկարես այս տեսարանը, անցանք կգործես։ Դրա համար էլ բարեկամներ միշտ նկարում ենք ու ցույց ենք տալիս ձեզ։ Աչից ջան ու ջանն է։ Ու ջանցիներ, ջանը մասը հարգանքներս մենք անցնում ենք ձեր գյուղի կողքով։ Ես ստացա ու ջանից իմ առաջին գովասանագիրը, պատվոգիրը, անակնկալների վարպետ կոչումը։ Ու ջան գյուղը ինձ համար շատ հարազատ տեղ դարձավ, այնպես որ մի օր Հովհաննես պետք է գանք ջանը նկարենք, ջանի անցը դարձը, ինչ գեղեցիկ չնաշխարհիկ գյուղ է, լեռների, լանջին, ծվարած գյուղ, հզոր հայորդիներով բնակեցված։ Եդեմական տեսարան, ամպերը կարծես մտածված, հրաշք մի պատկեր են ստեղծել մեզ համար։ Մենք ով ենք, որ չնկատենք ու չվայելենք այս տեսարանը։ Անգամ մեքենա վարելը չի խանգարում, զմայլվել ու տեսնել այս ամենը։ Բարեկամներ, դերևս Երևան Գյումրու միակ հատվածն է մնացել, որ դառնա երկկողմանի,
Այնպես որ գնալուց իմացեք, այսքան տեղն է, սրանից հետո ճանապարհը միանում է եւ շատ հարմարավետ ճանապարհ դեպի Գյումրի։ Գյումրեցիների ուրախությունն է դարձել այս ճանապարհը, որովհետեւ այդ կյանքները ռիսկի չեն դիմում ամեն անգամ քաղաք գնալիս։ Քաղաքից քաղաք։ Հայաստանի ամենամեծ քաղաքները կապող ճանապարհն է ձեր կադրերում։ Սա իրականում հերոսական ճանապարհ է, որը երկար տարիների միջով անցավ, մինչև կառուցվեց, վերջնական տեսք ստացավ։ Շնորհակալ ենք բոլորին, ով աշխատել է այս ճանապարհի վրա ու ստեղծել մեզ համար անվտանգ երթուղի։ Տեսեք, այն ժամանակ միշտ այս իրավիճակն էր։ Անընդհատ մարդիկ, երբ որ ուզում էին վազանց կատարել, ռիսկ էին դիմում։ Իսկ հիմա փառք Աստծո արդեն դա վերացավ, մնաց այսքան փոքրիկ հատվածը։ Այսօր են դեզերտում ու մենք շնորհակալ ենք լինում։ Գազա լցականում աշխատում է իմ Անուշ աղբերը, իմ ընկերը, անունը մոռացա, բայց ինքը հետևում է մեզ, այնպես որ բարևներ եթե կտեսնի, եթե չէ տեսնի, դուք փոխանցեք իմ բարևները նրան։ Անուշ աղբերներին ես միշտ հիշում եմ, էլի։ Ճանապարհը ինձ համար հիշողությունների ալիք է բարձրացնում։ Աչից մեր հերոստաղերքն են, որտեղ ծածանվում է եռագույնը։ Անուշ աղբերները, փառք մեր հերոսներին։ Մենք չենք մոռանում, միշտ հիշում ենք եւ շնորհակալ ենք նրանց այս խաղաղ օրվա համար։ Մի քիչ մնաց Հովհաննես, հենց որ ճանապարհը էլի դառնա անվտանգ, ես կսկսեմ վազանց կատարելը, որ շուտ հասնենք Գյումրի, Գյումրիներ նկարենք ցերեկով։ Ամպերն են Գյումրի ուղղության վրա կուտակվել, բայց Գյումրու սերը եւ հզորությունը չի պակասել մի վայրկյան։ Գյումրին մեր վերածննդի խորհրդանիշն է։ Այն տառապանքները, որ տեսան մեր գյումրեցիները եւ վերապրեցին, ապրեցին, ոչ ոք չի կարող տանել այնպես, ինչպես գյումրեցին կարողացավ տանել ու այսօր ժպիտը դեմքին շարունակում է ստեղծագործել, արարել ու ապրել։ Իսկ մենք գնալով այնտեղ զգում ենք այդ ուժը։ Ամեն անգամ զգում ենք ու մեզ ավելի հզոր ենք զգում, որովհետև հենց գյումրեցին վերածննդի խորհրդանիշ է եւ այդպես էլ կլինի։ Դա ոչ ոք չի կարող խլել գյումրեցուց։ Գյումրեցին ամենահզորն է։ Գեղեցիկ լայնարձակ ճանապարհ, որի շինարարությանը զուգահեռ մենք ամեն անգամ եկան գնացինք, ով ուզում է տեսնի այս շինարարության ընթացքը, այս ճանապարհները, կարող է մեր ին տեսանյութերը նայել Գյումրի եկած ու կտեսնեք այն ժամանակվա բարդությունները եւ այս պահի գեղեցիկ ճանապարհը։ Ու ինչն է ինձ դուր գալիս, որ խաչմերուկներին մոտենալիս հատուկ գրպանիկներ են սարքել, որ ընդհանուր երթևեկությանը ու երթևեկության ուղղություն փոխող մեքենան չխանգարի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Հրաշքանցումներ են սարքել, գրպանիկներ, որոնք անվտանգության երաշխավոր են դարձել։ Ընդհանուր առմամբ ճանապարհը հեքիաթային է։ Եվ սա շատ լավ առիթ է, որ շնորհավորենք այս ճանապարհից միշտ օգտվողներին։ Մանավանդ տաքսի քշող մարդիկ ու Ford, Gazelle հասարակական տրանսպորտ քշող մարդիկ ինչքան են ուրախացել այս ճանապարհով։ Ինձնից էլ շատ, բայց ես ավելի շատ եմ ուրախացել, որովհետև սա ինձ հնարավորություն է տալիս ավելի շուտ հասնել Գյումրի, այնպես որ շնորհավորում եմ բոլորիս։ Այս ճանապարհը շատ կարևոր ստրատեգիական դիրք ունի հայոց աշխարհի տնտեսության մեջ, այնպես որ եթե այս ճանապարհը բավոր, այս ճանապարհը պետք է լավ լինի։ Բարեկամներ, ահա, ճանապարհը, որը տանում է Գյումրի, տեսեք ինչ սքանչելի է, գեղեցիկ ու դերախտային մարգագետիններ են մեր կադրերում հայտնվում։ Տեսեք, այս հրաշք ճանապարհը տանում է հրաշք քաղաք Գյումրի։ Մենք Գյումրիում շատ լավ բարեկամուհի ունենք Աբովյան Սուսաննա, ով գիրք ունի գրած անգամ, այո, մեծ տեսխելացի մարդիկ են միշտ նայում, դրա համար ես ինձ մենակ լավ եմ զգում, այդ դիտում բան կապ չունի։ Ես գիտեմ, որ Հայաստանի ապագայի համար հարց լուծող մարդիկ են նայում մեր տեսանյութերը, մեր սերունդը հզոր է, այնպես որ բարևներ Սուսաննա, հատուկ քեզ, նկարի գեղեցիկ ճանապարհը, իսկ մեզ մնաց մի քիչ որ հասնենք Գյումրի, երկու գործ ունենք, քաղաքն էլ կնկարենք, ցույց կտանք։ Մնացեք մեզ հետ, եթե ուզում եք տեսնել վերածննդի խորհրդանիշ քաղաք Գյումրին իր գեղեցիկ մարդկանցով բնակեցված, գնում ենք առաջ։ Հորիզոնում սկսեց նշմարվել մեր գեղեցիկ քաղաք Գյումրին, եղանակը բացվեց, անձրևը դադարեց, մի ուրախություն ու հարգանք ձևավորվեց այս անպամած եղանակի մեջ։
Ազատան գյուղն է Ձախից, հա? Ազատանն է։ Ազատան գյուղը, սիրուն գյուղը։ Հրաշք գյուղ, հրաշք միջավայր, կեցավայր, որտեղ ապրում են մեր հայրենակիցները։ Մուտք են գործում Գյումրի քաղաք։ Հրաշք Գյումրի։ Սիլենագանի ինչքան գտեսինք Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք Սիգարաստանն ինչքան գտեսինք Եթե իրար չենք ու մենք պետք մենք Սիլենագանի ինչքան գտեսինք Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք Սիգարաստանն ինչքան գտեսինք Եթե իրար չենք ու մենք պետք մենք Լրված եմ զորի Միացել եմ որ տենաս, կարոտը տարնես։ Ախպեր, բա ոնց այլ է երկու ընկերել ախպեր, պսակվել եք ռուսական անուն ունեցող աղջիկների հետ, մերնեմ սրտին։ Չէ, ապչա, կանաչը սաղն է կայան է, ախպերը, սանգական անն է, պրաստի իրան փոքրուց Յուլիա ես է, Յուլիային ասե, Յուլիա է մնաց, էլի։ Որ ասեմ գայան է, չի ջոգի, չէ։ Ասեմ գայան է կմտածի երկրորդ անգամ ես պսակվե, ախպեր։ Ծածանվում է երագույն է դյումրվա բարձունքում։ Ախպեր ուժեղ է, հələ նա ելն է ինչ սիրուն է դյումրին, աղին վաղ ցերեկով չի եկեն մալին։ Նագանի ինչքան գտեսենք Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք Սիգարաստանն ինչքան գտեսենք Հա, բա ախպերս, հա, այլում ենք Լեննագանի գեղեցկությունը։ Դե կապով Երևան աղբեր։ Բարեկամներ, ահա տեսեք ինչ գեղեցիկ ճանապարհ է Ձախից Հայաստանի եւ փոքր Հայաստանի դրոշները, եռագույնները, աչից շենքերի վրա ընկերներ նկարված են մեր հերոսները։ Աչից էլ կա, Ձախից էլ անուններ երևում է, որ զոմ ես արել մեր տղերքի։ Ինչ է բա ասավորները։ Աշոտ Պետրոսյան, Աշոտ Պետրոսյան եւ Աշոտ Արուշ Արուշ Կնյազյան։ Ու լավ անցնենք։ Մեկը բանը։ Ստել անուշ ախպեր ունենք, տեսենա։ Մարտական խաչ շքանշանով։ Լավ է, այսօր մի քիչ շուտ եկանք։ Լույս աշկով նկարենք մեր Գյումրին։ Տեսեք ինչ գեղեցիկ է, աչից Սուրբ Աստվածածինն է։ Ձախից Զորաբար Անդրանիկը։ Զվարթոս տաճարի Չեք նախադրութն էլ մնացերվում ձևը։ Քանի ջահելներ ընկան կրվում Ինչ գեղեցիկ լայն արցակ փողոց է երբ կողմանի, իսկ մեջտեղում այգի է, որտեղ զբոսնում են մեր հայրենակիցները, մեր գյումրեցիները։ Այնքան գեղեցիկ է Գյումրին, այնքան ամեն ինչը լավ է ներկայացված այստեղ, որ ակամայից դառնում ես զբոսաշրջիկ եւ Հայաստանում ընդունված է, որ մարդիկ գան Գյումրի որպես զբոսաշրջիկ ու այստեղ մնան։ Հյուրանոցներ էլ կան, հյուրատներ էլ լիքը համոհացուցելու տեղեր։ Իսկ այս խաչմերուկի վրա ժամանակին Ձախակողմյան հատվածում այստեղ կար համով շարմայի տեղ, որտեղ մարդիկ շարմա են տալիս, բայց հիմա այդ տեղը այլևս չկա, չունենք այդ տեղը։ Թվում է թե սա իսկական գնացք է, բայց չէ, սա սուրճի գնացքն է։ Եթե այստեղ ես, այս գնացքի մոտ ուրեմն կոֆե պետք է խմես, էլի։ Ու конечно, Օկտябր շենքի դիմաց Գյումրու հրապարակում մենք սուրճ խմեցինք եւ ոգևորված էներգետիկայով լի փորձեցինք դրոն թռցնել։ Դրոնը հրաժարվեց թռչել, որովհետև ասաց аэропорт ես здесь поблизости, тому ребята мы поедем прямо Victoria ресторан, да։ Ես եկանք մենք արդեն երկրորդ հրապարակը Գյումրվա, այստեղ պետք է շրջանաձև երթևեկություն անենք ու գնանք դեպի Victoria ռեստորան։ Հենց այստեղից պետք է գնանք մեր անուշը ախպոր բիթերի տակարա, լավն է, չէ՞, լավ է, չէ՞ երկում։ Ինձ թող ներող լինեն այն մարդիկ ու մի քիչ դուր չի գալիս ընդհանրապես առասարակը ռեփ ժանր չեն նախընտրում։ Ուղղակի այս գործը որոշեցի, որ բոլորով լսենք, որովհետև այս Լեննագանցի
էսի կարդում Steve Jobs-ը բարեկամներ, Գյումրեցի Steve Jobs-ը։ Steve Jobs-ը արմատներով Գյումրիից է։ Միշտ հասարակ երկեր ենք մենք լսում։ Այս երկը լավն է, էլի։ Էսի լեննականն է, ակ։ Ատիկ, էսի լեննականն է, ակ։ Sorry, my alternative. Stell mir Schagüte, warum Spaniate? Stell sele kames kokitze beate. Jeska kisete mengeratze. Kelu kholanase. Bonderete naze toch, jamene gebaze. Mege hine chitar natazen. Mege hine chitar natazen. Mege hine chitar na. Բարեկամներ, ահա եկանք Անուշախոր նոտաների բիթերի բասերի ներքո հասանք մեկ ուրիշ անվանի հայա նպաստ, հայա նվեր կոմպոզիտոր երգիչ, կոմպոզիտոր չէ շարլազնով, երգիչ մենակ, մի խոսքով, երգիչ, երգահան մինիմում, համաշխարհային հայտնություն ունեցող Շարլ Ազնավուրի հրապարակ, նրա արձանը այստեղ է, կանգնած հպարտ այ ժողովրդի կողքին։ Շարլ Ազնավուրը հենց երկրաշարժի տարիներին ահռելի մեծ օգնություն ցույց տվեց երկրաշարժից տուժածներին եւ նա միշտ եղել է հայ ազգի կողքին եւ եթե Գյումրիում չէ, որտեղ պետք է նրա արձանը լիներ դեռ վաղուց։ Սիգլեննականն է ապ Լեննականով գնում ենք, որ հասնենք Վիկտորիա ռեստորան։ Բարեկամներ, այնքան ասենք Վիկտորիա, եկանք ասենք Վիկտորիա զալի նախասրահում եւ քիչ հետո մենք արդեն կգնանք վերև մեր հարսիկի եւ Հեսայի մոտ, Հովանեսի եւ Ալյոնայի հարսանիքն է այսօր, հարսանեկան արարողությունը, որին մեր Փեսան ունի իր ընկերոջ ընտանիքի կողմից նվեր, ընկերը ասում է տեղնա, պետք է պսակվեր, բա լավ է այսքան վաղ ես պսակված եմ, բա մեր Երվանդա աղբերն էլ ամուսնացած, իր կնոջ Յուլիայի հետ միասին որոշել են ուրախացնել Փեսային, բա հիմա սպասենք տենանք երբ ենք ուրախացնել։ Բարեկամը եկա։ Բան անենք, ինձ էլ է խոսելու համար վճարում, հիմա վճարել եմ, որ գամ ստե անակնկալ անեմ, կանաս այդ արարես, մտնեմ տամ էտամ, ես բերսնելու եմ կոնյակ ծաղի գամ մեր Փեսայի ընկերոջ կողմից, բայց դու չասես, էլի, ուղղակի ասա անակնկալ կա, անակնկալն խոսելու ի վիճակի բան է, էլի։ Ուրեմն այսպես կանենք, ես ծնողների ողջույնը դադարում եմ ու ես ներկայացնում եմ։ Ջան, thank you my brother։ Շնորհակալ եմ աբջան։ Բա դու որտեղից ես։ Լորեցի է։ Ա Լորեցի ես։ Ազիզ ես էլ ասեմ չես ասում։ Բան ինչա, ծո չես ասում։ Իսանը որտեղից է։ Գյումրի, հետո նոր բանազոր Լորեցի։ Գյումրի, Երեկել էի Լորեցիների մոտ, ենք Գիկորի դերակատարը մեր Ալբերտ Ղուլինյանն է, մեր աղբերն է, իմ ընկերն է։ Հա։ Ամեն ինչ կարգին է, Ազիս համարը Անուշ աղբեր պալիտ է լավ, ինքը Վանաձորից է, էլի։ Հա։ Այո, դեպա լավ է։ Դեպա լավ է, բարեկամներ։ Մերնեմ կոնսերտին, իմ օգնական Անուշ աղբերն է, օգնես, որ հանդիսավարին հրավեր անենք։ Բարեկամներ, մեր գործունեության առաջին մասը 5 պլյուս արվեց, այնպես որ գնում ենք ծաղիկ ու կոնյակ վերցեն գանք, հարի, համ սիրունա, համ հարմար։ Հարցիկը տեսավ, ուր է հետում հարցիկը։ Աղբեր, դու նախ ասեմ դու ինչ չես տեսել, դու կանակնկալ ունեք, ուր եք հետում։ Վերև է դա։ Ապատի գան վերև դուք էլ ընդերել եք, ուր եք գնում։ Արև աղբերս։ Բարով ես ամուսնանում, բա հարցիկը գետաս դուր ես գնում, մենակ պետ չես մեզ հարցիկ է։ Չեմ ամուսնանում։ Բա ով է։ Աջան աղբեր ուժեղ, լսի դե շատ լավ է։ Բա հարցիկ դուր գնաց, կգա։ Սաղ ծրագիրս խառնվա։ Ես
փեսային խառնել էի ազաբախբերներ, եթե փեսան չէ ուրեմն ազաբախբերը, հետևաբար բարեկամներ ամեն ինչ պատկանտրոլ եմ։ Հա, հեսա փեսան ինքն է։ Բարեկամներ մենք այս առիթից հետո գնալու ենք Դվին, նոր Դվին ռեստորան, այնպես որ խառն է, պետք է հասցնենք, հələ չենք հասցնում։ Երվանդի և Յուլիայի անակնկալը հաշված պարտիաներ հետո կհասնի տեղ։ Տողական սրահի պատահապատակի հրավիրում ամենագեղեցիկ հարսիկի ծավելի ներկա դիմավորենք հերթական անակնկալի մատուցման համար։ Լորիտ, ծապեր, կարող է տանք, բարձր, գեղեցիկ ծապեր։ Լավա, մանավանդ են կողմը շատ լավ էր ծապերը, բայց ես քանի որ ստուգված մեթոդ ունեմ, այդ մեթոդով հիմա ծապեր ենք տալու։ Ու ծապեր են տալու առաջինը հարսիկի կողմը։ Հարսիկի կողմից ավելի շատ ու լսվավ կան ծապեր, բայց լավն էր։ Իսկ հիմա ստուգում ենք փեսայի կողմի ինչ տրամադրությունը։ Տրամադրությունը Հովանես, քո կողմը լավ ծապեր տվեց, ուր ես գնում, արի մեր գեղեցկուի հարսիկի կողքին կանգնի։ Շատ գեղեցիկ, մի զարմացի քո կողմից են անակնկալը կազմակերպել, բայց թե ով, հուշեմ, թե կարող է մի պահ հասկանաս ում կողմից է, չէ՞։ Դե լավ, ամեն դեպքում լավ բարի փունջ են բերել սպիտակ, որը ձեզ մաղթում է սեր ու երջանկություն, բայց մի շտապի նվիրել, էլի, հենց ասեմ այդ ժամանակ կնվիրես, հա, ու մետը կպաչես, պաչիկ էլ ապետ, բայց որ ծապտան այդ դեպքում։ Դե պատրաստ եք, որ ծապեր տակ փեսանել, պատրաստ է, որ նվիրի, դե սկսեցինք։ Երբ ես ապրում եմ քո սիրով Դու մի աղջիկ ես մեկնեսով Իր բարի աչքերով Տարավ ինձ երջանիկ բախտի Եզիկ ինչ խոսք, դուք ունեք էլի նվեր, Հովանես և Ալյոնա, հա, դուք էլի նվեր ունեք, իսկ նվերը ավելի շատ Հովանեսի հարազատության կողմից է, ես մի նվերն էլ խորհրդանշական է, Հովանես բացիր, տեսնենք ինչ նվեր է։ Նա ինչ, սիրուն, հատուկ ձեր համար, ձեր երկուսի համար է այս նվերը, ձեր նկարով, որը մաղթում է սեր ու երջանկություն, շատ սիրեք իրար, դիմանեք կյանքի բոլոր դժվարություններին, իսկ ծապերը օրհնանք ձեզ, ձեր գեղեցիկ ընտանիքին, սուրբ ընտանիքին, և հիմա արդեն գալիս եմ վերջնական, որ ասեմ ում կողմից է։ Մի հատ հուշում, Եվրոպաներից, ով կար, որ շատ կուզենար այստեղ ներկա գտնվել, բայց չի կարողացել գալ, Ընգեր անա, ընգեր, չէ, անունն էր, Երվանդի և Յուլիայի կողմից, բա, հենա նայում են, դես, օնլայն նայում են, նա շատ էր ուզում ընկերոջ կողքին լիներ, շնորհավոր էր անձամբ, դրա համար ես եմ եկել, թե չէ ես չէի գալ։ Նա ծապեր տվեք, գեղեցիկ ծապեր յումրեցիներ, ձեզ բարձր տրամադրություն լավ։ Ծապերն էլ պակաս չէ լավ, ինչ կասեսին վանաձորցի ազիզ ընգեր։ Ջիգար խսիկ ներնական է, որը յոր ունի, ғայր ունի, ավանույթը ամեր ունի։ Ո մի գաղնի բացեմ Ստեփանցուն, այսօր չկա Հովանեսի կողմ, չկա Այրոնայի կողմ, կա մի կողմ, որը կոչում է Հովանես և Այրոն զույգի կողմ, ծապերով։ Ջիգարով, ահան։ Աղպերեսին չարիր, կծիր տեղը ծաղ, շնորհակալ ենք մենք գնանք։ Եվ հիմա խնդրում եմ աղա փեսա ստալեցնում ես թողները, որովհետև մի հատ ձեր մեզ հետ կասմեր սիրնի մեծ աղբեր, կայն մատ նկարվեմ մեծ աղբեր, լսի, ես շատ շտապ եմ, ես 2 ժամ ստե եմ, համ էլ հարսիկն է պարում,
բարեկամներ, հելադես, լավ որ ձեզ։ Մենք հիմա շատ արագ հեռանում ենք ուղիղ Սուրբ քաղաք Էջմիածին։ Այնպես որ անձրևոտ է օրը, մենք շնորհակալ ենք ապրեք։ Օրը անձրևոտ, արագությունը պակաս, բայց հաստատ ժամանակին կհասնենք։ Ահա, ուշացանք ահագին։ Իմ հաշվարկներով 7-ին պետք է տայինք, բայց արի ուտես, որ բարեկամ 15 րոպե ուշ։ Էլի վատ չի, լավ։ Կհասնենք ժամանակին Էջմիածին։ Գերի Նորդովին տենանք նավիգատորը ինչքան շուտ է տանում։ Իսկ դուք, հարգելի բարեկամներ, հուսով եմ հավանեցիք, լայքեր, բաժանորդներ մեզ, իսկ մենք գնացինք առաջ։ Բարեկամներ, ահա Երևանյան անցուդարձն է անձրևի ներքո, ռոմանտիկա եւ գեղեցկություն։ Եվ այս ամենի միջով մենք անցնելով գնում ենք երկու հոգու սրտի ցանկություն կատարելու։ Պապիկ ու տատիկի, Գաբրիել պապիկի եւ Սուսաննա տատիկի սրտի ցանկությունը պետք է կատարենք։ Նաեւ Աստված պարգև է տվել մեր Մարիքույրիկին, Նանեն իր ծննդյանորն է ծնվել եւ մի ծաղիկել կտանք Մանեին, որ հանկարծ Նանեից ու Մարիից նա չնեղանա։ Նելի քույրիկի ծննդյանորն է եւ նրա ծննդյանորը ծնվել է իր դուստրը Մարին եւ հիմա Մարիի ու Նելի քույրիկի ծննդյանորը նշում են Ապոլո հունական ռեստորանում, որտեղ մենք կգնանք հիմա եւ ներկա կգտնվենք, բարեկամներ։ Ներկա կգտնվենք, կշնորհավորենք մեր Գաբրիել պապիկի եւ Սուսաննա տատիկի շնորհավորանքը, տեղ կհասցնենք մեծ սիրով ու գեղեցիկ կկազմակերպենք։ Իսկ հիմա Սամվել Քերին Ապոլոյի բակում մեզ է սպասում, որ ավելի ճոխացնենք ու գեղեցկացնենք անակնկալը։ Այսօրվա մեր գերնպատակը դա է, որ ամեն ինչ սիրուն կազմակերպենք։ Չէ՞ որ Երևանի կենտրոնում ենք, իսկ պատվերը տվել են Արմաշից։ Արմաշը դա սերիոզն է, ռեբята։ Այնպես որ Գաբրիել պապիկ, Սուսաննա տատիկ, բարև ձեզ։ Ձեր պատվերը լավ ձևով մենք կկազմակերպենք։ Ես ու Հովանեսը փոխարինում է Վարդանին, որովհետև Վարդանին վերցրեցին ու տարան 25 օր պախատանելու։ Տանջվելու է դաշտերում հայոց, պահելու է մեր սահմանը, ինչի համար շնորհակալ ենք բոլոր սահման պահողներից, հանձինս Վարդանի։ Վարդանը համալրում է հայոց բանակի շարքերը։ Վերջը լավ էլի, իմ մարդ, 25 օր առանց Վարդան, այո, չելենջ ենք սկսում, 25 օր առանց Վարդանի, ինձ օպերատորա պետ, չգիտեմ որտեղից գտնեմ, ինչում ներ խնդիրը ասա, ով գետակ, ոնց անեմ գտնեմ ես, Վարդանին փոխարինող անուշ աղբեր, սրտի օպերատորը, ես փնտրում եմ օպերատոր ցանկալի անունը Վարդան լինի, որ հեշտ լինի էլի, հազա անուն չսովորեմ, վթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Չեն հասկացել իրար երկու անուշ աղբեր, այդ իսկ պատճառով մենք հիմա լավ այսպես կանենք, քանի որ դանդաղում է դիմացի Մերսեդեսը, մենք ճարպիկ ենք, արանքը ճղենք, էլի։ Թե չէ հնարավոր է երկար կանգնենք եւ մեր Նելի քույրիկի ու նրա դստեր ծննդյանորը անցնի։ Հնարավոր է։ Ոչինչ չի բացառվում։ Դրա համար բարեկամներ մենք ճարպիկ գործեցինք այս իրավիճակում։ Սամվել եղբայրը ամեն ինչ շատ լավ է ընտրել ու Նելի քույրիկը իր դուստրերի հետ մեզանից գող կմնա մանավանդ Մանեն, որովհետև Մանեի ծնունդը չի, բայց վախի մթնոլորտի ներքո Մանեին էլ ենք նվեր տալու, որ հանկարծ տատին պապի ինչ ասի։ Տատի պապի, ես ինչ արիք։ Այդպես պետք է լինի։ Պլանով մուտք են գործում Ապոլո ռեստորանի կայանատեղի, որտեղ մեզ սպասում է մեր Սամվել բարեկամը։ Լավ էլ կայանատեղի է, բարեկամ։ Պրոստը կայնելու տեղ չկա։ Լեփլեցուն է։ Միստր եւ Միսիս Նուրիջանյաններ, ձեր ջան պատվերը հասնում է տեղ։ Ուր է Ապոլոն։ Կա շատ ենք հետում։ Ստեղ է։ Երևանի շարման է, ախպեր, էսի չի։ Գիտես, ես դա աշխատել եմ։ Այն վաղ։ Կամ բրթուջը մոլերը ախպեր։ Տեսիշ սիրունսյուններ եմ, ֆիքսի, Հովանես, ֆիքսի, գեղեցկության կողով անտարբեր միանցի։ Միստր եւ Միսիս Նուրիջանյանների կողմից է։ Տատիկն ու պապիկը իրենց թորնուիներին եւ իհարկե դստերը անակնկալ են պատրաստել։ Ես եկել եմ ձեր մոտ։
Եկել եմ անակնկալ անելու։ Ես Նարլեն եմ մենեջերը, բայց տեսեք, նախորդ պետք է իմանամ ինչ եք անելու, որովհետև կա որոշակի բաներ։ Նայեք, մտնում եմ ներս։ Տեսեք, առաջին պայմանն է, որ տեսախցիկ չի թույլատրվում։ Ինչ։ Տեսախցիկը չի կարա լինի։ Կարա հեռախոսով առանց այդ լուսավորության։ Դե հեռախոսա, լուսավորությունը անջատենք, հա։ Խնդիր չեմ տեսնում։ Քիչ ուրիշ է բայք, որովհետև հյուրեր կան, որ իրանք չեն ուզում նկարանվել ինձ։ Մի րոպե մեր սեղանը ցույց տվեք, ես ձեզ հասկացա, որ ոչ մեկի։ Ամենավերջումը խնդիրը դա է ասել։ Ամենավերջում ուրեմն դու կախես, պահում, որ ոչ մեկ չերևա, այդ մենք մեր սեղանն նոր կհանես, սենց իջ ցրուլը։ Նելի, հա։ Բաուրա, Մարի նելի, հա։ Շնորհավոր ձեր ծննդյան օր, ես կոմ եկեք։ Այ ուրեմն, մոտիկ եկեք։ Դուք ունեք անակնկալ, գուշակեք ում կողմից։ Ո՞վ է ձեզ շատ սիրում, Չէ։ Ուրեմն, Մարի դու տարբերակ ունես ում կողմից կնի։ Մոտիկ եկեք ասեմ, ուրեմն, հայրիկի, քո տատիկ, պապիկի, մեծ աղբեր Գաբրիելը և Նիկին Սուսանան, շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը։ Շատ երազանք պահիկ չեք, այ հետ պակեմ նոր, երեկույի չորցուկ ես գնար չեք։ Ակոս երաշկություն, սապոտ Ապրիկա, ես կարծերությունը վերցրեք, շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, միշտ առողջ լինեք ու լավ։ Մարի ջան, ես այդ կոննա, բաուրա մանեն, ես տալիս են կեզ, որ անկար ծերիմ չանես, ասես ընտին չի նվերցնում իմ, ես եմ կեզ, տատիկ պապիկի կողմից, ես շատ են սիրում, ես կիմա, նվեր ու համար, բացնես ինչա, ես ու համար, նելի ճան, վերցրու, կարաս բաց, մեր սեղանը որնա, սեղան էսա թե, ես ու դերեք եմ դել, տամ նվեր, հա, տամ, մանեին են նվեր ծվեր, որ անկար կրիվ չանի, մանե վերցրու կրիվ չանես անկար, սպատ, լավն է հավանում ես, հլը տենակ նելի կույրիկին ինչ հատվեր, բացեք, մանեն շատ արագ է բացում, մանեն զգում է, հավանում ես, բան չես ասել, չէ տատիկ պապիկից գոհ ես, չէ շնորհակալ ես, հա, հավանում եք, ձեր ինչ նվերեր հետաքրքիր է շատ, հզոր, առողջ լինեք, միշտ ուրախ ու սիրված, մենք գնացինք ձեզ բարձր տրամադրություն իջցրու, ապրես, շնորհակալ եք, ապրես։ Ահա բարեկամներ, մի քիչ հարց ու պատասխանից հետո մեզ մոտ ստացվեց անակնկալը։ Շատ գեղեցիկ էր ամեն ինչ։ Բարեկամներ, մենք կատարեցինք մեր առաջ դրված առաջադրանքը, ամեն ինչ հիանալի է, իսկ հիմա մենք կգնանք ուղիղ լավ տեղեր։ Լավ մնացեք, հարգանքներս։